Տեր, քեզ եմ տալիս առաջին տեղն իմ կյանքում, թող քո կամքը լինի իմ կյանքի բոլոր գործերի մեջ, փառք քեզ, Տեր ջան, ամեն, բարի լույս, բարի օր իմ սիրելի հետևորդներ ջան բոլորիդ, ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, երկար տարիների երջանիկ ուրախ կյանք, վայելեք կյանքը սիրելիներս, իսկ հիմա ցույց եմ տալիս կրկին անգամ սենյակային ծաղիկները, տեսնում եք բավականին արդեն աճում են, գույնը մքանում է, կանաչ է, տերևները լավ, սիրուն, գեղեցիկ են, կամաց դեռ կաճեն, ոնց որ ասած դեռ նոր են սկսել աճել, տեսնում եք, ալոյենները ինչքան լավն են, ծաղիկը բա, իսկ հիմա դեմքով ձեզ բոլորիդ ասում եմ բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ինձ համար կոֆե դնեմ, դուք էլ ձերը դրեք, եթե ցանկություն ունեք միասին խմենք, այսօր հատիկավոր կոֆեն աղալու եմ, աղացուն ենք արդեն սիրելիներս, մենք ունեցել ենք միշտ էլ ձեռքի աղացել, որ մեր հայերը տարան չբերեցին, Աստված իրենց հետ, ես էլ իրենց, որ չբերեցին, թող նվեր լինի, իսկ էլեկտրական սրճաղացը ռուս մեր հարևանուհին տարավ փչացրեց, հիմա աղջիկս նվիրել է մեզ սրճաղաց և հատիկավոր կոֆե, միասին կաղանք, անուշ միասին կխմենք, հրավիրում եմ բոլորիդ, թարմը աղացած կոֆե խմենք միասին, հիմա աղանք, հիմա սիրելիներս կաղամ կոֆեն, Bosch ֆիրման է, սիրով կօգտագործենք, անուշ կաղանք ու անուշ էլ կխմենք, դե հիմա աղամ, Սիրելիներս, հիմա արդեն դնում եմ իմ ձեռքով աղացած անուշ համով հոտով կոֆեն, 2 բաժակ եմ դնելու, թարմը կոֆեից են կողմ էլ ոչինչ գոյություն չունի իմ սիրուններ, հիմա մի լավ թեյ գթալ, ամեն մի բաժակին կլցնեմ, և կվայելենք միասին, հիմա արդեն բարձրանում է կոֆեն, սիրում եմ, որ մի հատ եռ գա, փրփուր չլինի, վերջ, արդեն պատրաստ է, վերցնենք գնանք, արդեն կոֆե պատրաստ է, անուշաբույր, անուշահամ կոֆեն, հազիվ սկսեցի խմել հատիկավոր անուշ կոֆե, մաքուր անարատ, ինչքան էլ ուզում են սիրելիներս, աղան կանգնում ես, աղում են, տալիս եմ, բայց միևնույն է, տան աղացած հատիկավոր կոֆեից են կողմ էլ կոֆե չկա, քո ձեռքով պետք է աղաս և վայելես, հիմա այսօրը այդ օրն է, որ աղացի ձեզ հետ միասին, դրեցի և կվայելենք միասին, այսա ուրիշ համ ու հոտ ունի, բայց ավանդույթը չխախտելով, ջուրը առաջինը, հետո կոֆեն, ասեմ, որ այսօր խմելու եմ որդուս հետ միասին, սիրելիներս, շուտ է տուն եկել աշխատանքից, դրել եմ 2 բաժակ, մեկը ինձ, մեկն էլ որդուս, և դուք մեզ հետ միասին, մի ամբողջ բանակ միասին, խմում ենք մեր
անուշաբույր նոր թարմը աղացած կոֆեն։ Սիրելիներս, եկեք միասին շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մրցանակաբաշխությանը, շնորհավորում եմ բոլորին, ովքեր հաղթել են, ովքեր միայն մասնակցել են նաև նրանց։ Շատ սիրում եմ մեր բոլոր բլոգեր հայուհիներին։ Նազելի ջան, քեզ էլ եմ շնորհավորում, Արուսյակ Օխիկյան, ձեզ էլ եմ շնորհավորում, բոլորին, մեկ առ մեկ չեմ կարող անունները հիշել և ասել, ովքեր մասնակցել են, շատ ուրախ եմ, տա Աստված մի օր էլ ինձ հրավերք տան, ես էլ մասնակցեմ, ինչու չէ որ, ձեր շնորհիվ, դե բաժանորդագրվեք, ալիքս բարձրանա, լայքերը շատանան, որ ես էլ մյուս տարի մասնակցեմ մրցականաբաշխությանը, սիրելիներս, համբուրում եմ բոլորիդ։ Սիրելիներս, սիրով ուզում եմ Պարուս Սևակից մի բանաստեղծություն կարդալ ձեզ համար, ինչու չէ, նաև ինձ համար։ Կենաց նմպենք հավատարիմ բոլոր կանանց, որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց, այնքան ցավը խեր չի տալիս։ Տարբերում ենք մամուռ կանանչ, էժան և թանկ, եկեք փութանք, որ չսպառնանք նրանց սիրուն, ոչ մի վտանգ, և հավատանք, որ մեր կյանքում բախտին նման նրանց գտանք, ինչպես ես ձեզ գտա։ Սիրելիներս, սա է ձեզ համար։ Հիմա մի փոքր է մնացել խմենք և անցնեմ գազոջախի մոտ, սկսեմ պատրաստել։ Պատրաստելը հետևեք, կտեսնեք ինչ եմ պատրաստում։ Սիրելիներս, եթե հավանում եք, որ բանաստեղծություն եմ արտասանում, գրեք մեկնաբանությունների բաժնում։ Ես ուզում եմ ձեզ մաղթել լավ տրամադրություն այսօր, ուրախ, որ միշտ ուրախ լինեք, ինչքան էլ նեղված լինեք, թող Աստծո սերը, Աստծո օրհնությունները ձեզ ուրախություն բերեն։ Սկսենք պատրաստել միասին։ Սիրելիներս, հավը պակետից հանեցի, հիմա կբաժանեմ կտորների։ Հևի ծայրի մասն էլ եմ հեռացնում, հարկավոր չէ, չոր մաս է, միշտ հեռացնում ենք, բոլորս էլ կարծեմ։ Ավելորդ ինչքան կաշի կա, հեռացնում եմ։ Մեջտեղից 2.5 կանեմ, նոր կտորների կբաժանեմ։ Այսօր մեզ համար հավի մսով ոչինչ չեմ պատրաստելու, պատրաստի ունեմ երեկոյան ճաշի համար, ունեմ պատրաստի ճաշ, երեխաների համար կպատրաստեմ անգույն սուպ, միայն
հավի միս, մի փոքր էլ թարմը կանաչի։ Հավը մանրացրեցի, հիմա դրել եմ ջրի տակ հոսող։ Թող ջուրը մի փոքր գնա, այդ հավի համն ու հոտը դուրս գա, այսպես լավ կլվանամ։ Լավ լվանալուց հետո լցրել եմ ջրքավի, երեխաների համար 2 կտոր կվերցնեմ փոքր, մնացածը կդնեմ սառնարանը վաղը ճաշ պատրաստելու։ Իսկ հիմա բերել եմ կարմիր բազուկ, այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ բազուկով աղցան։ Լավ պետք է լվանանք, բազուկն էլ հողի հետ գործ ունի։ Շատ վտանգավոր է այդ հողը, որ մնում է, հիվանդության բուն է, դրա համար այսպես լավ, ոնց որ շորի նման, ամանի նման պրտում եմ վրան։ Չնայած մաքուր է, շատ հող չկա, բայց միևնույն է, ես պետք է լավ լվանամ։ Լվանալուց հետո կդնեմ կխաշվի։ Այստեղ արդեն խաշվում է բազուկը, միսը եփել եմ, առանց գազցայի մեջ քամել եմ, արգանակը արդեն բրինձն եմ լցրել, լավ եփվում է։ Համարյա կարելի ասել եփված է։ Հիմա կփորձեմ, տեսնեմ։ Այո, եփված է, հիմա կավելացնեմ աղ։ Քիչ կհամեմեմ աղով, հետո կփորձեմ ընթացքում։ Ավելացնում եմ նաև կարագ և թարմը կանաչի, ինձ մոտ մաղադանոս է, այս անգամ մաղադանոսով եմ եփելու, համեմ չունեի, ոչ էլ սամիտ։ Ինձ թվում է համեղ կլինի, քիչ եմ լցնում։ Արդեն կարագն էլ հալվեց, կանաչին էլ է եփել, մի հատ էլ աղը փորձեմ և անջատեմ։ Երեխաները գյազարով չուզեցան, թե չէ գյազարով ավելի համեղ է։ Մի քիչ ալանի է, աղ ավելացնեմ և վերջ։ Մինչ բազուկը կեփի։ Սա էլ պատրաստ եղավ արդեն։ Բրինձով, հավի մսով ճաշը պատրաստ է, բազուկն էլ հանել եմ սառի, որ պատրաստեմ աղցան։ Սիրելիներս, արդեն ձեռնոց ունեմ, մսի հետ գործ ունենալուն ձեռնոց կհագնեմ։ Գնել է թորնոհիս, մեծ թորնոհիս, սա մի կողմ դնեմ, բաղադրիչներ ասեմ, ինչ է հարկավոր, բազուկ է հարկավոր մեզ, որը նախօրոք արդեն մաքրել եմ։ Հարկավոր է մի մեծ, մի փոքր ատամ հատիկ սխտոր, ընդամենը 2 ատամ հատիկ, մի փոքր փունջ մաղադանոս, ինկյուզ, ընտիր ինկյուզ է, նախօրոք լվացել եմ, չորացրել եմ, սև պղպեղ, աղ, քերիչ, աման և դանակ ու գդալ։ Սկսեմ առաջինը մանրացնել ինկյուզը։ Շատ ընտիր խոշոր ինկյուզ է, որդիս է գնել, ասեմ լվացել եմ, չորացրել եմ աղցանի համար։ Հիմա դանակով կմանրացնեմ, որպեսզի ինկյուզը կտորները աղցանի մեջ համ երևան, համ էլ ուտելու ընթացքում ատամի տակ զգացվեն։ Շատ մանր հարկավոր չէ, այսինքն ցանկությունը ձերն է, եթե պատրաստում եք, դուք կարող եք ինչպես ցանկանում եք, այնպես էլ մանրացնեք։ Իմ լավ բարեկամ, մի քիչ կմանրացնեմ, հետո կադրից դուրս բոլորը արդեն կմանրացնեմ, որպեսզի երկար չտևի հոլովակը, չձանձրացնեմ ձեզ բոլորիդ։ Հիմա այս գործողությունը կատարենք, կանցնենք մյուս գործողությանը։ Վերջացրեցի, լցնեմ ամանը։
Ինքյուզը մանրացնելուց հետո քերիչով անցկացնում եմ խաշած բազուկը։ Այս աղցանը շատ համեղ վիտամիններով հարուստ աղցան է, սիրելիներս, համարյա բոլորս էլ սիրում ենք, պատրաստում ենք, իմ լավ բարեկամներ, հեշտ հասարակ, արագ պատրաստվող աղցան է։ Ամենակարևորը, որ դիետիկ աղցան է և օգտակար է մեր օրգանիզմի համար։ Բազուկը քերելուց կարող է մի փոքր մաս մնալ, ես այդ փոքր մասը, կտորը, դանակով երկար ձողիկների նման կմանրացնեմ, կավելացնեմ քերած բազուկին։ Աստծո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս իմ ճանապարհի համար։ Թող ձեր ուղեկիցը լինի առողջությունը և հաջողությունը, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Սիրելիներս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել անհատական բոլորիդ։ Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր ջերմ բարի գրառումների համար, ձեր մարդկային տեսակի համար։ Շնորհակալ եմ Աստծուն նաև, որ ունեմ ձեզ նման բաժանորդներ, հպարտանում եմ ձեզանով։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, ամուր գրկում եմ ձեզ մեկիկ։ Աստծո օրհնանքը բոլորիցդ անպակաս լինի։ Սիրելիներս, բազուկը քերում եմ խոշոր անցքերով, որ շատ չտրորվի, մանրով որ անեմ կտրորվի, լավ չի ստացվի աղցանը։ Եվ ես շատ չեմ խաշել, պատառաքաղը մտցրել եմ բազուկի մեջ, հենց խրթացել եմ, մի փոքր էլ խաշել եմ, այնպես որ շատ խաշված չլինի, սառել է և հիմա քերում եմ, քերեմ վերջացնեմ, նոր կշարունակենք մնացած բաղադրիչները ավելացնել։ Այս աղցանը ես էլ եմ սիրում, սիրելիներս, բայց որ սխտոր կա մեջը, չեմ ուտում, համ էլ ինձ այդքան էլ ճիշտ է վիտամիններով հարուստ է, բայց չի կարելի, դրա համար ես այդքան շատ չեմ ուտում, ինձ համար մի փոքր կվերցնեմ առանց սխտորի, ուղղակի համտեսելու համար։ Սիրելիներս, խնդրում եմ ձեզ, սիրեք, գնահատեք իրար, փառք տվեք Աստծուն ամեն առավոտ արթնանալու համար։ Առանց Աստված կյանքը ունայն է, կյանք չկա առանց Աստված, իմ լավ բարեկամներ։ Արդեն համարյա վերջացնում եմ։ Գալում է արդեն մեր կեշան։ Բազուկն էլ է արդեն պատրաստ, հիմա հաջորդ բաղադրիչը մաղադանոսն է, թարմը մեր հողամասից քաղված մաղադանոսը, մանրացնում եմ շատ մանր, մաղադանոսը շատ համեղ համ է տալիս և սազում է բազուկով աղցանին։ Մաղադանոսից հետո արդեն կճզմեմ սխտորը։
Կարող ենք նայել ավելացնել սամիտ։ Ինձ մոտ չկար սամիտ, միայն մաղադանոս եմ ավելացնում։ Հիմա կլցնեմ բազուկի վրա մանրացրած մաղադանոսը։ Կավելացնեմ մանրացրած ընկյուզ, կխառնեմ, կհամեմեմ աղով և սև պղպեղով։ Նորից կխառնեմ, հետո կճզմեմ սխտորը արդեն։ Հիմա ճզմում եմ սխտորը, ինձ մոտ երկու ատամիկ է, մեկը խոշոր է, մյուսը փոքր մի քիչ, բավական է։ Նորից կխառնեմ, ասեմ, որ շատ անուշ բուրում է, սիրելիներս։ Մայոնեզի վրա ավելացրել եմ 2 ճաշի գթած թթվասեր, կխառնեմ և կավելացնեմ բազուկին։ Մայոնեզը և թթվասերը իրար հետ լավ համադրվում է և շատ համեղ է աղցանների համար։ Հիմա մի լավ կխառնեմ, որ համեմվեն իրար բոլոր բաղադրիչները և կլցնեմ մատուցով ափսեն, կզարդարեմ ընկյուզներով։ Սիրելիներս, միասին պատրաստեցինք շատ համեղ և օգտակար աղցան, զարդարեցի ընկյուզներով, տեսեք ինչքան գեղեցիկ է, կդնեմ սառնարանը, սառը վիճակում ավելի համեղ է այս աղցանը, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, այսքանը ինչպես միշտ շնորհակալ եմ ձեզանից, որ դիտեցիք մինչև վերջ հոլովակը, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։